Մեկնաբանություն խնդրեմ, հա, կքայլեմ ձերդ, ոչինչ։ Ինչպես եք մեկնաբանում, որ քաղաքացիներին դուրս են հանում եկեղեցուց բռնի ուժով կաթողիկոսի անունը տալու համար։ Չէ, պատարակ խանգարելու համար։ Պատարակ խանգարելու համար չի կարելի։ Այնպես լինի ամեն լավ կլինի մարդիկ գնան օրինակ Էջմիածին եւ պատարակը խանգարեն իրենց անհամաձայնությունը հայտնելով։ Դե օրինակ կաթողիկոսի արձանագրվում է, որ կաթողիկոսի անունը զեղչվում է այդ քաղաքացու։ Օծված քահանա է, օծված եպիսկոպոս է, այսինքն քաղաքացին պիտի ում խանգարի։ Թող դիմի, այսինքն ինքն է որոշում։ Օծված քահանան, կարգալույս չեն, չէ՞։ Իսկ այն քաղաքացիները, որ այդ քաղաքացու հետևից գոռում էին քեռակին ունեցող եւ այլն, նրանք չէին խանգարում եկեղեցուն, պատարակին։ Ես չգիտեմ ամեն դեպքում երբ որ սկսվում է։ Իսկ ինչու նրանց էլ չտարան, ինչու նրանց էլ չտարան, ովքեր գոռում էին քեռակին ունեցող։ Վեճը սկսում է մեկից։ Հա, դե իսկ շարունակողին չպետք է տանել բերման ինչպես։ Ես չգիտեմ, չեմ լսել տես բան, ամեն դեպքում երբ վեճը սկսողին հանում են, վեճը դադարում է։ Այսինքն քաղաքացիները չեն եկել վեճը վիճելու, այն մյուս քաղաքացիները եկել են պատարակի մասնակցելու։ Ում նպատակը որ վեճ սարքելն է կամ իր կարծիքով իր թողեք խոսան։ Չէ, ուշանում եք։ Հասկացա, թողեք խոսան։ Իրենց կարծիքով իրենց անհամաձայնություն հարց չկա, բայց կարան դուրս գան, դուրս կանգնել եք, տեսա, քանի քաղաքացիների հետ հարցազրույց եկան, թող դուրս գան, իրենց կարծիքը ասեն։ Այդպես ո՞նց կլինի։ Պատկերացնում եք, ես բոլոր քաղաքացիները գնան Էջմիածնի ուրեմն պատարակին եւ իրենց կարծիքը պատկերացնում եք դուք դա ինչ կասեք մոտիկանալու եք այս տեսախցիկով մոտիկանալու եք հա ուրիշ տեսախցիկ չունեմ հա չէ մոտիկանալու եք ասեք ինչի դուրս հանեցիք քաղաքը ասելու եք այո չեք ասելու ինչ գիտեք նա չէ դուք երկու կողմին էլ տալիս եք բայց այն ձեր գործընկերները դիմադի նույն հարցը չէին տալու ասելու են այ եկել են խանգարում էին սադրիչներ այտենց չեք ասեին